Կարծում եմ բավական որակյալ լավ ամբողջական խաղ անցկացրեցինք, լիովին տրամաբանական էր, որ հաղթեցինք, առաջ խաղակեսում նույնիսկ կարող էինք մի քանի գոլ խփել, այսքանը։ Նախորդ խաղը որևէ կերպ չեմ համեմատի, առավել ևս որ առաջցան խաղ ու գավաթային խաղ, իր տարբերությունը միանշանակ էր։ Երկրորդը Գանձասարը սխեմայի փոփոխություններ արել, այնպես որ տարբերվում էին լիարժեք։ Բայց շատ ուրախ եմ մեր թիմի արձագանքին, ֆուտբոլիստները իրոք այսօր շատ լուրջ տրամադրված մտան դաշտ եւ ամբողջական լավ խաղ անցկացրեցին։ Գևորգ Արաքչյանը շատ է աշխատում, ես նախորդ անգամ եմ ասել, մենք իր հետ շատ ենք անհատական շփվում, ինքը դեռ կավելացնի ու հուսով եմ կարևոր գոլերը դեռ առջևում է։ Չէ, ոչ մի բանի հետ կապված չի, ուղղակի մրցակցությունն է, Կարլենն էլ երկրորդ խաղն է, հիանալի ֆուտբոլ խաղաց, բայց Դանիելը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեր համար, իր շանսը անպայման կստանա։ Գոյիկովի մասին խոսենք, նրա դիրքը այնպեսին չէ, որ պետք է շատ գոլեր դեպի, բայց այսօր 5-րդ գոլը խփեց այս մրցաշրջանում, նրա բարձրացնելուց, ինչ-որ հրահանգել մասշական, Նախ ինքը շատ մեծ հարցակողական պոտենցիալ ունի, ինքը գոլ խփելու ունակություն ունի, վերջին փոխանցում տալու ունակություն ունի, այնպես որ ընդհանրապես իմ համար զարմանալի չի ու ես ավելի շատ գոլեր ու ասիստներ եմ իրանից սպասում։ Եվ վերջին հարցը Պարպոսյան, Տուրմայի հետ եկա ճոխտալու 5-րդ տեղը հիմա ու շատ հետաքրքիր պայքար է վերևի հատվածում, ինչ կասեք մրցակցության մասին ու ես ձեզ ինչքանով կստացվի խաղարել։ Բնական է, Փյունիկը միշտ էլ բարձր առաջադրանքներ է դնում իր առաջ ու մեր համար տհաճ է, որ մենք 5-րդ տեղում ենք, ամեն ինչ կանենք, որ բարձրանանք, ինչ վերաբերում է ընդհանուր մրցակցությանը, այս տարվա առաջնությունը դրանով շատ հետաքրքիր է, որ բոլոր թիմերը, բոլորի դեմ իսկական սպորտային պայքար են մղում ու համենայն դեպս մենք չենք տարանջատում մեր մրցակիցներին, բոլորի դեմ պատրաստվում ենք ըստ նրանց ուժեղ ու թույլ կողմերի։ Չնայած ասացի վերջին, բայց մի հարց էլ դրանից առաջացավ, առաջնության մակարդակի բարձրացման հետ կապված, օրինակ մենք մարզիչներն ենք, որ նշում են չի բարձրացել առաջնության մակարդակը, քանի որ ստորին հատվածում գտնող թիմերը այդքան համարժեք չեն պայքարել։ Ըստ ձեզ, եթե նախորդ տարիների հետ համեմատենք եւ հատկապես նախորդ մրցաշրջանի, մենք առաջընթացում ենք։ Իմ կարծիքով հենց դրանով է առաջընթացը, որ այսպես ասած աղյուսակի ներքևի թիմերը իսկական պայքար են մղում, թե ինչքան դա երկարաժամկետ կլինի չեմ կարող ասել, բայց այդ առումով հիմա շատ հետաքրքիր է, որովհետև ինքներս էլ տեսնում ենք յուրաքանչյուր հաղթանակ բավական բարդությամբ է տրվում։